Ունեք մտահոգություն, առաջարկ կամ հրատապ լուծում պահանջող խնդիր, հարցնում է քաղաքացին հաղորդաշարը նոր հարթակ է Հայաստանի քաղաքացիների, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների եւ գործադիր օրենսդիր մարմինների ներկայացուցիչների միջև երկխոսելու առանց պայմանականությունների խոչընդոտների։ Նախաձեռնությունը շատ կարևոր է եւ յուրատեսակ է իր տեսակի մեջ, կան բազմաթիվ խողովակներ, որոնց միջոցով մեր համակարգացիները կարողանում են դիմել համապատասխան գերատեսչություններ իրենց առաջարկների եւ մտահոգությունների մասով։ Սակայն այս նախաձեռնության հիմնական նպատակն այն է, որպեսզի քաղաքացին բավական ուղիղ կերպով տեսահարցի միջոցով ուղիղ դիմի ոլորտային պատասխանատուներին եւ ակնկալի իր հիմնախնդրի հրատապ լուծումը։ Հաղորդաշարի առաջին եթերում ուղիղ կապով քաղաքացիների տեսաձայնագրություններով նախապես ուղարկված հարցերն ու առաջարկները կրթության, գիտության, սպորտի, մշակույթի ոլորտի քաղաքականություն մշակող ու իրականացնող պաշտոնյաներին էին ուղղված։ Հայաստանի ամենատարբեր հասցեներից, նաև Եվրոպայից, ավագ դպրոցի աշակերտից մինչև դպրոցահասակ թոռնիկ ունեցող տատիկ հնարավորություն ունեցան կիսվել իրենց մտահոգություններով, ստանալ պատասխաններ, նոր սպասելիքներ ձևավորել։ Առաջին հաղորդմանը մենք ցավոք սրտի հնարավորություն ունեցանք անդրադառնալու ընդամենը 12 հարցի, բայց հաջորդիվ փորձենք էլ ավելի շատ հարցեր ներգրավել, բուն հաղորդման ընթացքում։ Իհարկե դա եւս պետք է հասկանանք, որ կապ ունի թե ինչպիսի բովանդակության ծավալի հարց է հնչում եւ ինչպիսի պատասխան պետք է դրան տրվի։ Մոտ 1.5 ժամ տևած ուղիղ եթերում հնչած 12 հարցն ընտրվել է ուղարկված մոտ 5 տասնյակից։ Սահմանված եթերաժամանակում տեղավորվելու համար եւ որ բարձրաձայնվող հարցերի ընտրությունն էլ հիմնավոր լինի, նույնաբովանդակ 5-6-ից առանձնացվել է մեկը, կազմակերպող կողմը բացառում է կողմնակալությունը։ Առաջին հաղորդումից հետո իհարկե նկատել ենք որոշ մտահոգություններ, որոնք բարձրացրել են մեր համակարգացիները, համաձայն որի տարատեսակ հարցեր զտվում են, այսպես ասած, կամ խմբագրվում։ Այդպիսի process բացարձակ գոյություն չունի, քանի որ հենց Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ազգային ժողովի կողմից նախաձեռնված այս նախաձեռնության հիմնանպատակը քաղաքացիների միջոցով ուղիղ հարցերի լսելն է։ Հիմնականում այնպիսի հարցեր, որոնք պարունակում են տարատեսակ ոչ կոռեկտություն եւ այլն, միայն բացառապես այդ հարցերն են, որոնց ծանրադարձ չի կատարվում։ Անուն, ազգանուն, բնակության վայր, ցանկալի է նաեւ նշել զբաղմունք եւ աշխատանքի վայր։ Հարցերը ձևակերպիր հստակ եւ հակիրճ, եւ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները կպատասխանեն հենց քո հարցին։ Այս պարզ քայլերն են ընդհանրապես առաջադրվում տեսահարց ուղարկողին +374 44 900 800 հեռախոսահամարին կցված WhatsApp հավելվածով էլ հավաքագրվում են հարցերը։ Հերթական արդեն երկրորդ հարցու պատասխանը քաղաքացիների ու պաշտոնյաների միջև կկազմակերպվի առաջիկայում, թե որ ոլորտից կլինեն հարցերը, ովքեր կլինեն պատասխանողները կհստակեցվի շուտով, մինչև այդ կրթության, գիտության, սպորտի, մշակույթի բնագավառում վերհանված խնդիրներին կտրվեն լուծումներ, կլինի նաև հաշվետվություն։